այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մերիկ Շահնազարյանը, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ռուսաստանի Սիրիայի հակամարտությանը միջամտելը որքանով է փոխել իրավիճակը ամբողջ տարածաշրջանում եւ եթե դուք համարում եք, որ մենք այդ տարածաշրջանում ենք, այսինքն նաեւ մեր իրավիճակը։ Ես համոզված եմ, որ մենք տարածաշրջանում ենք, ցավոք սրտի մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը այն է, որ մենք միշտ կտրված ենք համարել հարակից տարածաշրջանների զարգացումներից եւ սովորաբար տուժել ենք, այսինքն լավ չենք պատկերացրել այն իրավիճակը, ինչը շրջապատում է մեզ եւ հետեւաբար որոշումներն էլ այդ իրավիճակին համապատասխան չեն եղել կամ քիչ են համապատասխանում։ Իհարկե Հայաստանն այդ տարածաշրջանի մի մաս է, տարածաշրջան, որտեղ վերջին շրջանում բավական ուժ փոփոխություններ են սկսվել, որոնք սկսվել են ոչ միայն Ռուսաստանի միջամտությունից Սիրիայում, այլ շատ ավելի վաղ։ Կարելի է ասել 2013 թվականին, երբ հասունացավ ուկրաինական ճգնաժամը եւ ըստ էության վերսկսվեց աշխարհաքաղաքական հակամարտությունը Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Սկզբից դա Ուկրաինայում էր, մի պահ քիչ էր մնում տեղափոխվել Հարավային Կովկաս, եթե կհիշեք, ԵԱԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը հայտարարեց Արցախյան հակամարտության կարգավորման Ամերիկայի դիրքորոշումը, որը շատ կետերով Քարնեգի հիմնադրամի ելույթի մասն եմ խոսում, որը շատ կետերով տարբերվում էր եւ ակնհայտ էր, որ փորձ է կատարվում նոր մրցակցության կետ կամ տարածաշրջան ստեղծել եւ բնականաբար շարունակությունը մենք արդեն շարունակության ականատես եղանք Սիրիայում, որտեղ Ռուսաստանը բավական վճռական գործողությունների միջոցով ցույց տվեց, որ աշխարհաքաղաքական հակամարտության համար նոր ունի ոչ միայն քաղաքական կամ տնտեսական ռեսուրս, այլ նաեւ ռազմական գործողությունների է պատրաստ դիմել, որում դիմել է հետաքրքիր զարգացումներ, որովհետեւ իհարկե կարող է առաջ է մտնում, բայց բոլոր դեպքերում տպավորությունն այն է, որ Ռուսաստանին հաջողվում է մերձավոր արևելքում նոր միջազգային կոալիցիա ստեղծել, որը կլինի Ռուսաստանից եւ Սիրիայից բացի կամ Ասադի իշխանություններից բացի, որին աջակցում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանն է աջակցում եւ նաեւ տեղական այլ ուժեր, ինչպեսին քրդերն են օրինակ կամ Հորդանանը եւ այլն։ Այս կարելի է ասել երբեմն այսպիսի կարծիք են հայտնում, որ Ուկրաինայում ոչ այնքան հաջող գործողությունների արդյունքում, այսինքն Ուկրաինայի որոշ շրջաններում, Ռուսաստանը հակախաղ է փնտրում Սիրիայում։ Անկեղծ ասած, ես Ռուսաստանի գործողությունները անգամ Ուկրաինայում անհաջողություն չէի որակի։ Ռուսաստանը այնտեղ լուծել է իր համար գլխավոր եւ կարեւորագույն խնդիրը, դա Ղրիմի հարցն էր, այսինքն ապահովել ելքեր կամ անվտանգություն ապահովել Ռուսաստանի համար քիչ տաք ջրերի հնարավորությամբ, այսինքն Սև ծովում ուժեղացնել դիրքերը եւ հիմա զարգացնում են այդ նույն գործողությունները արդեն առաջ են տանում, այսպես ասած, այդ ծովային ուղիները բացելով, ամրապնդվում են միջերկրական ծովի հարավելյան հատվածներում։ Լաթաքիայի այդ գործոնը ռազմականացված իհարկե Ռուսաստանի համար խիստ կարևոր է։ Մնացած Ուկրաինան իր ամբողջության մեջ դեռևս հայտնի չէ թե ինչ կլինի այնտեղ, որովհետև տեսնում ենք, որ հարցի դրվածքը ձևափոխվել է եւ օրինակ Արևմուտքը կամ այս դեպքում Արևմուտքի դեսպանը մեր տարածաշրջանում Լեհաստանը երեք նախագահի շուրթերով իրենց նոր հարցադրումներ դրեցին, ասեցին, եթե Ուկրաինան հրաժարվում է խորհրդային ժառանգությունից, ապա նա պետք է վերադարձնի բուն լեհական հողերը Լեհաստանին։ Այսինքն անգամ տարածքային պահանջատիրության հարց է առաջացել Ուկրաինայի հանդեպ, որը բխում է Արևմուտքից եւ Լեհաստանի նախագահի շուրթերից։ Այնտեղ հնարավորություններ դեռ շատ կան, Ռուսաստանը այն ինչի համար նվազագույնը անհրաժեշտ է իր անվտանգության եւ իր կենսական աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահի տեսակետից արդեն շահել է եւ պայքարում է մնացածի համար, ընդ որում մնացածի արդյունքն էլ այդ պայքարի դեռևս պարզ չէ, եթե Արևմուտքը իսկապես նման շեշտադրումները փոխփոխություն անի եւ սկսվի տարածքային պահանջատիրություն կամ թեկուզ այլ տիպի խնդիրներ դրվեն Ուկրաինայի առջև, քան նախնական հայտարարված խնդիրներն են, ես կարծում եմ, որ այնտեղ նույնպես Ռուսաստանը հնարավորություններ կունենա զարգացնելու։ Ինչ վերաբերում է Սիրիային, թերևս այստեղ երկու կարևոր կամ երեք անհրաժեշտություններից բխած են Ռուսաստանի գործողությունները։ Դա առաջին հերթին իհարկե աշխարհաքաղաքական հայտ ներկայացնելն էր, ցույց տալ, որ պետությունը արդեն այնքան կայացել է, որ կարող է իր շահերը պաշտպանի նաև մերձավոր արևելքում, այսինքն իր բնական տարածքներից շատ ավելի հեռու տարածաշրջաններում եւ մնացած երկուսը շատ ավելի կենցաղային նշանակության հարցեր են։
Հա Ռուսաստանում գիտակցում են, որ իսլամական պետության գործունեությունը անմիջական տնտեսական վնաս է հասնում այդ պետությանը, որովհետև բնական ռեսուրսները համաշխարհային շուկա գալիս են շուկայականից ավելի էժան գնով, կես գնով կամ անգամ ավելի էժան գներով։ Այսինքն գողացած նավթի։ Գողացած նավթի մասին։ Այսօր օրինակ Իրաքի հատուկ ծառայությունները տեղեկություն հրապարակեցին, որ ամսական մոտ 50 միլիոն դոլարի եկամուտ ունի իսլամական պետությունը միայն նավթի արտահանումից։ Ում պետք է պատկերացնել, որ շատ ավելի արժեքով ռեսուրս են արտահանում այդքան եկամուտ, մաքուր եկամուտ ապահովելու համար։ Ռուսաստանը փորձում է դա դադարեցնել, լավ հասկանալով, որ իր տնտեսությունը մեծապես կախված է համաշխարհային շուկաներում նավթի եւ գազի գնից։ Փորձում է իսկ այդ անվտանգության խնդիրը լուծել, որտեղ այն թիվը դա իրականում սպառնացող թիվ է 4000 քաղաքացի այդ խորհրդային տարածաշրջանից վստահեցնում է, որ բացարձակ մեծամասնությունը հենց Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք կարող են մի օր վերադառնալ Ռուսաստան եւ Ռուսաստանը կստանա նորից այն, ինչ ունեցել է 90-ականների սկզբներին Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեցիայի մեծ հատվածներում։ Ինքան փորձում են այդ կենցաղային ռիսկերին զուգընթաց նաեւ իրենց վերահաստատել որպես համաշխարհային պետություն, որպես աշխարհաքաղաքական պոլուս։ Այդ դառնալով Ուկրաինային, հա, Նովոռուսիա, հա, բանը, ծրագիրը, չգիտեմ, պրոյեկտը, դա իրականացվել է այդպես։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանը չի ցանկանում այդ հատվածը փոխել Ուկրաինայից, որովհետև եթե փոխվի, սահմանը վերջնականապես կփակվի եւ Ռուսաստանը ստիպված կլինի բավարարվել իրեն միացված նոր հատվածներով։ Այսինքն պաշտպանական Մոսկվան ուզում է, որպեսզի Նովոռուսիա կոչեցյալը լինի Ուկրաինայի կազմում, ունենա մեծ հնարավորություններ եւ դա հետագայում որպես ազդեցության լծակ օգտագործվի եւ Ուկրաինայի եւ Արևելյան Եվրոպայի ավելի խոշոր պետությունների դեմ։ Պայքարը սրա համար է, եթե խնդիր լիներ միացնել կամ անկախության բերել, ես համոզված եմ, որ դա շատ արագ անգամ ռազմական ուժի միջոցով Ռուսաստանը կլուծել այդ խնդիրը։ Ռուսաստանի մասին խոսեցինք, այստեղ կան բազմաթիվ նաև այլ խաղացողներ, ես թվարկեմ, հա, ամեն մեկը ասեմ, դուք էլ ասեք, նրանք ինչ շահեր ունեն, որովհետև բոլորը տարբեր շահեր ունեն, չէ՞։ Ասադի ռեժիմը ինչ շահեր ունի։ Միանշանակ առաջերտին ինքնապաշտպանության, ինքնափրկության խնդիրն է։ Իսկ ինքնապաշտպանություն ասելով դա վերաբերում է ոչ միայն նրա անձնական իշխանությանը կամ ռեժիմին, այլ նաև ալևիտներին, այսինքն ալևիտական փոքրամասնությանը, որը տարիներ շարունակ իշխում էր Սիրիայում։ Ալևիները հասկանում են, որ Ասադի տապալումը կարող է ճանապարհ բացել ալևիների ցեղասպանության համար։ Սունիների կողմից այդ շիական փոքրամասնության ոչնչացման խնդիր կարող է դրվել, այսինքն Ասադը հիմա չի ներկայացնում ինքը իրեն որպես ղեկավար, ինքը ներկայացնում է մի ժողովրդի, ում անվտանգությունը երաշխավորվում է իր ներկայությամբ Սիրիայի քաղաքական դաշտում։ Բնականաբար փորձելու է վերականգնել հնարավորինս իր ազդեցությունը նախկին տարածքների նկատմամբ Սիրիայի, բայց նաև հասկանում է, որ դա հնարավոր չէ, այսինքն հիմա թերևս խնդիր կա հասկանալու, թե որն է այն մաքսիմումը եւ մինիմումը, որը փորձում է նվաճել մի կողմից Ասադը կամ ձախողման դեպքում գոնե պահպանել այդ մինիմումը։ Ընդդիմություն բացի իսլամական պետությունից, ու այսպես կոչված չափավոր ընդդիմություն, նրանց շահը որն է։ Իշխանության պայքար է դա, ընդ որում այդ ընդդիմությունը տարիներ շարունակ, համենայն դեպս վերջի 4-5 տարիների ընթացքում միջազգային բավական լուրջ կապեր է ձեռք բերել, իդեմս Թուրքիայի, իդեմս Սաուդյան Արաբիայի իշխանությունների, իդեմս Արևմուտքի, հա եւ մամուլում, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների բավական լուրջ տեղեկություններ կան, որ այնտեղ կենտրոնական հետախուզական վարչությունը Միացյալ Նահանգներին ներդրումներ արել, ստեղծել է գործոն, քաղաքական գործոն, որ ունի ռազմական պոտենցիալ։ Բնական է, որ փորձելու է այդ գործոնը լիարժեք ինքն իրեն ռեալիզացնել եւ իշխանություն ունենալ այդ տարածքում։ Այստեղ հավանաբար ճիշտ կլինի ասել, ես իհարկե սա փորձում եմ հնարավոր տարբերակները հասկանալ, ճիշտ կլինի ասել, որ չափավոր ընդդիմությունը ավելի շատ ներկայացնում է մերձավոր արևելքում իր դաշնակիցների շահերը, քան սեփական շահերը։ Իսլամական պետություն, հա, խալիֆատ եւ այլն, դա բան ուտոպիա է, թե դա իրական ծրագիր է։ Դա գիտեք, մի կողմից ակնհայտ է, որ շարքերը հավատում են գաղափարներին, խալիֆայության ստեղծելու եւ պատիվ են համարում այդ գաղափարի համար զոհվել, հույս ունենալով անդրաշխարհային փրկության։ Շարքերը դրան հավատում են, բայց այդ հավատից բացի քիչ առաջ ասացի տվյալները, որ մոտ 50 միլիոն դոլար ամսական եկամուտ ունեն միայն նավթի վաճառքից։ Այսինքն այստեղ դժվար է ասել, միայն գաղափարն է, թե նաև
նյութական շահը, որ առաջնորդում է նրանց, բարձ է մի բան, որ Մերձավոր Արևելքում եւ արաբական աշխարհում թամիպես խորտ չէ նման մոտեցումները եւ իսլամի ձևավորման առաջին իսկ տարիներից այդ խալիֆայության գաղափարը մշտապես արկա է եղել եւ միշտ մուսուլմանները ձգտել են ստեղծել այդ համաշխարհային խալիֆայությունը։ Միացյալ Նահանգություն դառնանք Թուրքիային սկզբից, հա, Թուրքիայի շահը որն է, տապալել Ասադին, հա, բացի դրանից էլ ինչ շահերին են։ Թուրքիան երկար ժամանակ հետաքրքիր քաղաքականություն է իրականացնում, բացի այդ զրո խնդիրներ հարևանների հետ քաղաքականությունից, որը ավելի հայտնի է։ Կար նաև երկրորդը թուրքական մոդելի արտահանումը, իշխանության մոդել, այսինքն մուսուլմանական պետություն, բայց աշխարհիկ կարգով, դա իրենք կոչել են թուրքական մոդել, փորձում են այդ մոդելը ինչպես Միացյալ Նահանգները ժողովրդավարություն արտահանելով ապահովում էր իր գերիշխանությունը տարբեր աշխարհամասերում, նույնպես Թուրքիան փորձում էր թուրքական մոդելի արտահանման միջոցով Մերձավոր Արևելքում դառնալ գործոն, լինել ուժեղ գործոն եւ արևմուտքի հետ շփվել ոչ թե տարածաշրջանում արևմուտքի ներկայացուցիչի դիրքերից, այլ հակառակը արևմուտքում Մերձավոր Արևելքի ներկայացուցիչի դիրքերից, այսինքն փորձել այնտեղի հարուստ նավթագազային ռեսուրսները, պոտենցիալը մարդկային, այլ բնական տարանցիկ հնարավորությունները եւ այլն ծառայեցնել իր կշռի բարձրացման արևմուտքի հետ հարաբերություններում, ունենալ գերիշխանություն։ Թուրքիայի նպատակները այնտեղ միանշանակ կայսերական են։ Եվ երբ որ խոսում են նեոսմանիզմի կամ այդ օսմանյան կայսրության վերականգնման խնդրի մասին, սա փորձագետների կողմից տրված գնահատականներ չեն, սրանք հնչել են Թուրքիայի իշխանությունների, այդ թվում նաև Էրդողանի եւ Դավութօղլուի շուրթերից։ Քրդեր, երկու տիպի քրդեր կան, հա, պայմանականորեն ասած արևմտամետ, ամերիկամետ քրդեր եւ պակական, դրանց շահերը։ Քրդերը իհարկե սեփական պետություն ունենալու երազանքն են հետապնդում եւ հիմա լավ հնարավորություն են տեսել սկզբից Սադամ Հուսեյնի իշխանության տապալմամբ Իրաքում, հիմա նաեւ Բաշար Ասադի իշխանության թուլացմամբ վակուում է բացվել եւ քրդերը ստացել են անկախության մի աստիճան, որի համար ըստ էության միայն երազել են, բայց ժամանակին չէին պայքարում։ Եվ հիմա երբ որ կա արդեն այդ ռեսուրսը, փորձում են հնարավորինս կոնսոլիդացնել եւ ստեղծել այդ քրդական պետությունը վերջապես Սիրիայի, Իրաքի տարածքում, ինչու՞ չէ նաեւ ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Արևմտյան Հայաստանի։ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ Այստեղ ուղղակի պետք է գիտակցել, որ քրդերի միջև արկա տարաձայնությունները իսկապես շատ են։ Դա քրդական ցեղեր են, մեղմ ասած ժողովրդի չվերածված ամբողջական ժողովրդական շահ չունեցող, նրանք իրար մեջ պայքարում են եւ դա միակ գործոնն է, որը մինչ այս պահ խանգարել է քրդերի միավորմանը եւ այդ միասնական պետության ձևավորմանը։ Ընդ որում, եթե խոսենք նաեւ արտաքին հարաբերություններում նրանց նախընտրությունների մասին, ապա այդ նույն պրոարևմտյան քրդերը շատ մեծ հաճույքով համագործակցում են նաև իսլամական Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ներողություն, եւ Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն միջազգային համագործակցության տեսակետից սա բավական բաց եւ պատրաստական խավ է, որի ղեկավարները թե ճանաչված իդեմս Բարզանի օրինակ եւ թե դեռևս ընդհատակում գործող ղեկավարները հաճույքով շփվում եւ անգամ ճամփորդում են դեպի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել։ Ես մի արևելագիտից լսել եմ, որ քրդական պետության ստեղծումը ոչ մեկին ձեռնտու չէ բացի Իսրայելից, համաձայն եք։ Չգիտեմ, ես կասեի օրինակ բացի Ռուսաստանից։ Ռուսաստանը կուզեր տեսնել Մերձավոր Արևելքում մի պետություն, որի հենց սկզբնավորման ընթացքից ինքը կարող էր մեծ ազդեցություն ունենալ այդ պետության զարգացման վրա։ Իսրայելի պարագայում մի քիչ դժվար է ասել, որովհետև Իսրայելը այո փորձում է հակակշիռներ տեսնել արաբական աշխարհին, հույս ունենալով, որ օրինակ Թուրքիա արաբական աշխարհ կամ Քրդիստան արաբական աշխարհ հակամարտությունները կշեղեն արաբների ուշադրությունը իսրայելական պետությունից եւ կոնֆլիկտների օջախները կտեղափոխվեն իրենց սահմաններից հեռու։ Բայց նույն քրդական պետությունը մյուս կողմից ուժեղ հարված է Թուրքիայի դիրքերին, որը վերջին 50 տարիների ընթացքում Իսրայելի ձևավորումից այս կողմ Իսրայելի կողմից ընկալվել է որպես հիմնական հակակշիռ։
արաբական աշխարհին, այսինքն այստեղ միանշանակ չի ասի, որ բացի Իսրայելից, Իսրայելը իհարկե կարող է գոհ լինել, բայց եթե վստահություն ունենա, որ կարող է վերահսկել քրդերի արտաքին քաղաքականությունը ապագայում։ Նեթանյահուի վերջի հայտարարությունը տիպիկ պատմական անցքերը ժամանակակից, այսպես ասած, պրիզմայով տեսնելու բանը։ Պարզվում է, որ հոլոկոստը ոչ թե Հիտլերն է ուզում անել, այլ մահմեդականները համոզել են, հա, ընդ որում Անգելա Մերկելը ասեց, չէ, այդ մենք ենք, այդ մահմեդականները չեն։ Շատերը համացանցում Նեթանյահուի այդ հայտարարությունը գնահատում են որպես իսլամի դեմ պայքարի ցոնորային փուլանցում։ Այսինքն իհարկե հասկանալի է, որ այդպես չի եղել, այնտեղ ավելի խորքային գործընթացներ են եղել եւ Իսրայելի շահերից չի բխում այժմեական խնդիրներ լուծելու համար պատմական այդ անցքերը ծառայեցնել հենց այդ փոքր ժամանակակից փոքր խնդիրներ լուծելու հարցում։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան կամ գուցե նրանց շահերը տարբեր են այնուամենայնիվ։ Գիտեք, Եվրոպայում մեծ դժգոհություններ կան այսօր Միացյալ Նահանգների քաղաքականության հետ կապված, որովհետև ըստ էության ոչ մեկ չի հասկանում Միացյալ Նահանգները ինչ են փորձում լուծել մերձավոր արևելքում։ Բուն Ամերիկայում լուրջ տարաձայնություններ կան, եւ մենք տեսնում ենք, թե դեմոկրատական հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները ինչ սուր բանավիճումների մեջ են, ինչպիսի մեղադրանքներ միմյանց հասցեին հնչեցնում, եւ Բարակ Օբամայի արտաքին քաղաքականությունում Ամերիկայի ռազմական գործոնի նվազեցման այդ մոտեցումը, որը իր ընտրվելու առաջին իսկ օրվանից կա, սկզբից Իրաքից դուրս բերեցին զորքեր, Աֆղանստանից մեծ մասը դուրս բերվեց եւ այլն, բավական լուրջ քննադատության պատճառ է դարձել։ Եվրոպան մի կողմից ուզում է հասկանալ, թե ինչ է սպասվում Միացյալ Նահանգներում նոր նախագահական ընտրություններից հետո, արդյոք մինչև նախագահական ընտրություններ պաշտոնական Վաշինգտոնը կտրուկ վճռական քայլեր մեկ տարի է մնացել։ Մեկ տարի է մնացել ընդամենը, ժամանակը քիչ է, դրա համար սպասողական այդ մթնոլորտն է ձևավորվել։ Եվ երկրորդ կողմից դժգոհություն այն է, որ օրինակ նույն Գերմանիան վերածվել է Միացյալ Նահանգների ռազմաբազայի։ Զորքեր կան այնտեղ տեղակայված տարբեր զինատեսակներ եւ այլն, այդ թվում ստրատեգիական նշանակության, իսկ գերմանացիները մեծ հաշվով մերձավոր արևելքում չեն պատկերացնում, թե ինչ կարող են անել։ Զուտ հասարակության մասին է։ Վերջապես Իրանը, հա, այսպիսի տեղեկություններ կան, որ Իրանը կարող է ավելի ակտիվ մասնակցել հենց ցամաքային օպերացիաներին Սիրիայում, հնարավոր է դա թե չէ։ Այո, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է դրան։ Նախ ասենք, որ տեղեկություններ կան, որ արդեն իսկ իրանական բանակներ այնտեղ են, այստեղ նույն մեթոդներն են կիրառվում, ինչ Ռուսաստանը արեց Ուկրաինայի դեպքում, փաստացի զինվորները կան, բայց չեն խոստովանում, որ դա իրենց զինվորներն են, ասում են իրանցի զինյալներ են, կամավորներ են, չգիտեմ ինչեր են։ Բայց դա կանոնավոր բանակն է։ Դա կանոնավոր բանակ է եւ նաեւ ձեր ուշադրություն եմ ուզում հրավիրել, որ բոլորովին վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության այդ իսլամական հեղափոխության պահպանման այդ Քեզամ ոնց է Քասեմ Մուհամմեդ գնացել էր Մոսկվա գեներալ եւ պայմանավորվում են շիական բանակի կոորդինացիան նրան հանձնելու մասին։ Սա խոսքը վերաբերում է Հեզբոլլահի մասնակցության առաջի հերթին, որը բոլորս հասկանում ենք, որ Իրանի մարտական թևն է մերձավոր արևելքում, խոսքը վերաբերում է նաև ցամաքային զորքեր այնտեղ բերելու մասին։ Ինչ վերաբերում է ռազմական կոնսուլտանտներին եւ հրամանատարներին, իրանական բարձրաստիճան զինվորականներ, որոնք կան արդեն մերձավոր Սիրիայում, սրա մասին գաղտնիք չէ, Իրանի իշխանությունները բացահայտ հայտնում են դրա մասին։ Ընդհանրապես պետք է ասել, որ Իրանի դերը հետաքրքիր է դարձել մերձավոր արևելքում, նրանք համաձայնվել են կասեցնել միջուկային ծրագիրը, փոխարենը ակտիվացրել են իրենց գործողությունները հարակից բոլոր պետություններում, բալիստիկ հրթիռներ են փորձարկում, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այդ փորձարկումները եւ այլն, եւ արևմուտքում շատ սկսել են կասկածով վերաբերվել, միգուցե ավելի լավ էր թողնել միջուկային ծրագրով զբաղվել, քան այսքան ազատություն տալ ամբողջ մերձավոր արևելքում։ Դե բոլորի համար, բոլորը եւ այդ թվում նաեւ հայերի համար իսլամական պետությունը վտանգ է, իսլամական պետությունը չարիք է, ամենայն դեպս բոլորը այդպես են հայտարարում, սակայն այս ձեր թվարկած ուրեմն ուժերը չեն ներդաշնակում իրենց գործողությունները, կամ եթե ներդաշնակում են, ապա շատ թեթև, երբեմն խոսակցություն է գնում, որ ամերիկացի եւ ռուս, չգիտեմ, զինվորականները, շտաբերը բանակցում են պրոֆեսիոնալ մակարդակով, բայց չեն հնարավոր է այնուամենայնիվ ներդաշնակեցնել այդ բոլոր ջանքերը։ Գիտեք, դժվար է ասել, մեր այս պահին խոսակցության ընթացքում էլ Վիեննայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարները հենց այս հարցն են քննարկում։
հնարավոր է արդյոք ներդաշնակեցնել, թե ոչ։ Իմ կարծիքով իսլամական պետության իրական ազդեցությունը ներկայում մի քիչ գերագնահատված է տարածաշրջանային զարգացումների տեսակետից։ Այսինքն բոլորը դա ներկայացնում են որպես մի վտանգ եւ այդ վտանգի արկայությունը պայմանավորում իրենց գործունեությունը եւ այլ խնդիրների լուծումը մերձավոր արևելքում։ Թեևս սա է պատճառը, որ չեն կենտրոնանում ճարիքը ոչնչացնելու, այլ կենտրոնանում են սեփական շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Մեր շահը որն է այստեղ։ Մեր շահակայունությունն է ուժեղ Սիրիան, որովհետև հարցը պետք է դիտարկել նաև հայ-թուրքական հակամարտության կոնտեքստում։ Սիրիան դա այն պետությունն է, ով մշտապես եղել է մեր լավագույն դաշնակիցներից մեկը մերձարևելքում եւ եղել է Թուրքիայի համար ուժեղ հակակշիռ պետություն։ Մենք կորցրել ենք ցավոք սրտի այդ դաշնակցին, մենք կորցրել ենք նաև անմիջական սպառնալիքի տակ են հայտնվել մերձարևելքում ապրող մեր հայրենակիցները, կորուստներ ունենք, փախստականներ եւ այլն։ Կայունությունն է, Սիրիայի կայունությունն է Հայաստանի Հանրապետության հիմնական շահը անվտանգության տեսակետից։ Ասադերերին պահպանում նաեւ։ Կարծում եմ, որ այո, կամ գոնե թե նման ուժի կենտրոնի ձևավորումը, որը իր էությամբ չի լինի ծայրահեղ իսլամիստ, չի լինի մերժողական հայերի հանդեպ կամ հայկական արժեքների հանդեպ։ Եվ երկրորդ իհարկե աշխարհական մրցակցության ինչ որ աստիճանի նվազումը, որովհետև Հայաստանը դժվար է միշտ ընտրության առջև կանգնում, մենք միշտ փորձել ենք հավասարակշռել մեր եւ քաղաքականությունը, իսկ երբ որ լինում է այս կոնֆլիկտային վիճակ, մի քիչ դժվարանում է այդ եւ անել։ Ադրբեջանի քաղաքացիները, դուք ասացիք Ռուսաստանի, բայց նաեւ ադրբեջանի քաղաքացիներն են մասնակցում իսլամական պետության կողմից այդ գործողություններին, հետո նրանք վերադառնում են Ադրբեջան, ինչ են անում, նրանք վտանգ են Ալիևի համար, թե նրանք ասում են գնանք կռվենք Ղարաբաղի համար։ Նրանք վտանգ են իհարկե Ալիևի համար, սա Գիտեք, հետաքրքիր համատական անցկացնենք։ Մեր անկախության Արցախյան գոյան պայքարի ժամանակ Չեչնիայի նախագահ Ջոխար Դուդաևը մեծ քանակով չեչենների 3000-ից ավել ուղարկել էր Ադրբեջանի կողմից մեր դեմ պատերազմի մեկ նպատակով, որպեսզի նրանք մարտական փորձառություն ունենան հետագայում Չեչնիայի անկախության համար պայքարելու գործում եւ լուծեց այդ խնդիրը։ Հիմա Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանալու վերահսկել Սիրիայից Ադրբեջան վերադարձած ահաբեկիչներին, որոնց գործը ինչ որ պայթեցնել, սպանել եւ այլն, այսինքն ուրիշ որևէ բանի նրանք ընդունակ չեն։ Դա կլինի արտաքին ազդեցության գործոն Ադրբեջանում եւ հայտնի չէ թե ով է ղեկավարելու այդ արտաքին ազդեցության գործոնը։ Դրա համար ես կարծում եմ, որ Ադրբեջանը շահագրգռված պետք է լինի իսլամական այդ գաղափարների կասեցմանը, հատկապես որ նորմալ զարգացման դեպքում, եթե իսլամական գաղափարությունը տարածվի Ադրբեջանում, նորմալ զարգացման դեպքում Ադրբեջանը կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության գոտի։ Այսինքն փորձում են կրոնական գործոնը հնարավորինս թույլատնել։ Բայց ասեմ, որ դրան զուգընթաց նաև Ադրբեջանի իշխանությունները դրական կողմը գտել են ադրբեջանցիների Սիրիա գնալու մասին։ Ես բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ մասին եւ հստակ ճշմարիտ տեղեկություններով Ադրբեջանում գնում են եւ հայ-ադրբեջանական սահմանում զոհված զինվորների ընտանիքներին տեղեկացնում, իբր իրենց որդիները փախել են բանակից, գնացել են Սիրիա իսլամական պետության շարքերում կռվելու համար եւ այդպես թաքցնում են իրական կորուստները հայ-ադրբեջանական սահմանում։ Թույլ մխիթարանք է ճիշտ ասած։ Անբարոյական քայլ է։ Ադրբեջանի հարաբերությունները արևմուտքի հետ հիմա վատացել են։ Ռուսաստանի հարաբերությունները արևմուտքի հետ նույնպես վատն են։ Հետևաբար նրանք ինչ որ հարցերում, ասենք թե, այդ ինչ արևմուտքը մեզնից ուզում, ինչ քաղբանտարկյալներ, ինչ դեմոկրատիա, այս հարցերում նրանք կարող են բարեկամ դառնալ։ Կարող են իհարկե եւ պետք է ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Շատ բարձր, եթե մենք չլինեինք ստրատեգիական դաշնակիցներ, կարելի կլիներ անգամ նախանձել այդ նման հարաբերությունները, որտեղ տնտեսական ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում ցավոք սրտի մեզ, այո, Ռուսաստանը Ադրբեջանի հետ լավ համագործակցում է։ Բայց ասեմ, որ կա ուրիշ գործոն, որը այսօր նպաստում է այդ երկու պետությունների կամ ամենայն դեպս Ադրբեջանի պրոռուսական քաղաքականությանը։ Դա այն է, որ եթե Ռուսաստանը նախկինում փորձում էր համոզելու քաղաքականությամբ հանդես գալ տարածաշրջաններում հարակից, հիմա ուժեղի դիրքերից է խոսում եւ շատ քիչ է հաշվի առնում նույն Ադրբեջանի շահը, նույն Հայաստանի շահը, կուզեք, չեք ուզի ձեր ցավը ձեր գլուխ։ Եվ եթե նման մոտեցում է լինում, սովորաբար ավելի թույլերը ավելի ցկտում են, փորձում են հնարավորինս
նպաստել կամ ցույց տալ իրենց լոյալությունը այդ պետությունների քաղաքականության եւ սա իր հերթին բերում է նույնպես Ռուսաստանի ազդեցության մեծացմանը Ադրբեջանում։ Վերջին հարցը ամսի 1-ին եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում խորհրդանական ընտրություններ են, այդ Ադրբեջանի խորհրդանական ընտրություններին ընթառաջ դուք կանխատեսում եք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Դեք եթե խոսենք ուշադրություն շեղելու խնդիրների մասին, ապա Ադրբեջանում այսօր շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Մենք գիտենք, որ վերջերս պաշտոնից ազատվեց իրենց ազգային անվտանգության նախարարության ղեկավարը, այսօր 4 գեներալ նույնպես, այսօր 46 իսլամիստի են ձերբակալել Ադրբեջանում, 40-ին Բաքվում, 26-ը Գանձակում, հայկական Գյանջային իրենք հիմա ասում, եւ այսինքն ներքին process-ները այնքան բուռն են եւ այնքան վտանգավոր եւ այնքան կարևոր օղակներ են իրենց մեջ ներառում, որ ես կարծում եմ լրացուցիչ գործոններ ուշադրություն չեղելու համար Ալիև իշխանություններին պետք չէ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսություն։